Դու լեռների անվախ արծիվ, սեկ սերերի դու պաշտպան, սիրտս լի է քավար սիրով, իմ աննման երկրաբան։ Ապրիլ ամսի առաջին կիրակին ավանդաբար նշվում է որպես երկրաբանի օր, եւ մասնագիտական փոքրիկ այդ տոնը լավագույն առիթ է դառնում, որպեսզի երկրի ընդերքն ուսումնասիրող ամենայն հարգանքի արժանի այդ մարդիկ շնորհավորեն միմյանց, շնորհավորանքներ ընդունեն նաեւ ուրիշներից, վերստին համոզվելով, որ իրենց ջանքերն ու աշխատանքն աննկատ չի մնում։ Պետության համար կարևորագույն այդ ոլորտը, որպես կյանքի ճանապարհ ընտրածներից, շատերն են իրենց ժառանգների հետ միասին կռիվ մղում լեռ ու քարի հետ, դրանց ընդերքի բացահայտումները հանրության սեփականությունը դարձնելով։ Շնորհավորելով հայ երկրաբաներին իրենց գալիք տոնի առթիվ, ներկայացնում ենք բնակավարների երախտավոր մի գերդաստան։ Մեր կողքին ապրում արարում են գործին նվիրյալ անհատներ, ովքեր նույնպես ժառանգաբար փոխանցում են իրենց մասնագիտությունը։ Ցավոք, երբեմն մենք քիչ գիտենք նրանց մասին, մինչդեռ նրանք էլ իրենց քրտնաջան եւ անխոնջ աշխատանքով, իրենց համեստ, բայց արժեքավոր լուման են ներդնում մեր երկրի բարգավաճմանն ու կայացման գործում, հաղորդելով իրենց գիտելիքները, փորձը եւ ամենակարևորը՝ մասնագիտական ոգին եւ նվիրվածությունը երեխաներին, այնուհետև թոռներին։ Այս ակնարկում պատմում եմ երկրաբանության եւ մարքշեյդերական ծառայության ներկայացուցիչների մի դինաստիայի մասին։ Նրանց մասին գրելու ցանկությունը ծագեց անսպասելի, երբ կյանքից վաղաժամ 55 տարեկան հասակում հեռացավ մի մարդ, որն իր կյանքի ապրած կարճ տարիները անմնացորդ նվիրեց իր մասնագիտությանը՝ երկրաբանությանը։ Հայաստանի երկրաբաններին քաչ հայտնի է Գագիկ Կարապետյանի անունը, մարդ, ով առանձնանում էր իր բարձր պրոֆեսիոնալիզմով եւ նվիրումով մասնագիտությանը։ Ծնողները հանձին նրան տեսնում էին ապագա երաժիշտ դաշնակահարի, քանզի հաջողությամբ սովորել եւ գերազանցությամբ ավարտել էր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական դպրոցը։ Ահա այսպես է հիշում նրա մասին Հայաստանի վաստակավոր ուսուցչուհի Չայկովսկու անվան դպրոցի տնօրեն Տատյանա Բագրատի Հայրապետյանը։ Գագիկը բացառիկ ընդունակություններով օժտված, ես կասեի, տաղանդաշատ պատանի էր, ուներ մեծ հեռանկարներ։ Մենք նրա հետ մեծ հույսեր ենք կապում, քանի որ դաշնակահար տղաներ դպրոցում քիչ ունեինք։ Ցավում եւ ափսոսում եմ, որ նա չշարունակեց երաժշտական կրթությունը։ Ի զարմանս շատերի, Գագիկ Կարապետյանն ընդունվեց ոչ թե կոնսերվատորիա, այլ Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետ, որը նույնպես ավարտեց գերազանց գնահատականներով։ Հետևյալ կարծիքն է հայտնել Գագիկի մասին նրա համակուրսեցի, այժմ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոսֆեր հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանական գիտությունների դոկտոր Արմեն Կարլենի Սաղաթելյանը։ Գագիկն այն սակավաթիվ երկրաբաներից էր, ովքեր իրենց ամբողջ գիտակցական կյանքն անցկացրին դաշտային պայմաններում, հավատարիմ մնալով ընտրած մասնագիտությանը եւ բարձր պահպանելով տղամարդկային արժանապատվություն, ընկերասիրություն եւ պատվախնդրություն հասկացությունները։ Դեռևս իր վախճանից 10 օր առաջ նա ինձ հետ քննարկում էր հանքաքարերի գնահատման նորագույն տեխնոլոգիաների ներդրման հարցերը։ Այսպիսով իրականացավ Գագիկի փայփայած երազանքը՝ շարունակել հոր գործը։ Հայրը, ծնունդով Ալաշկերտցի Մկրտիչ Կարապետյանը, ճանաչված որպես Մուկուչ Կարպովիչ, դեռ 40-ական թվականներին ավարտելով լեռնամետալուրգիական տեխնիկումը եւ որոշ ժամանակ որպես կառավարիչ աշխատելով Ալավերդու պլղնձամոլիբդենային հանքում, շարունակեց իր կրթությունը Մոսկվայի գեոդեզիայի, օդալուսանկարահանման եւ քարտեզագրության ինժեներների ինստիտուտում։ Վերադառնալով հայրենիք, նա ակտիվորեն ընդգրկվեց երկրաբանագեոդեզիական ոլորտի աշխատանքների առաջատար օղակներում, պաշտոնավարեց մի շարք հիմնարկներում, Անդրկովկասի գեոդեզիայի եւ քարտեզագրության գլխավոր վարչության լիազոր, Հայաստանի գյուղատնտեսական նախարարության հողաշինարարության վարչության պետ։ Ապա երկրաբանական վարչության տոպոխանութային արշավախմբի պետն էր եւ վերջապես Հայ պետհողշիննախագիծ ինստիտուտի հիմնադիրն ու առաջին տնօրենը։ Մկրտիչ Կարապետյանին իրավամբ կարելի է համարել Հայաստանում գեոդեզիայի հիմնադիրներից մեկը, որը պատրաստել է իր սերնդի լավագույն ավանդույթները շարունակողների մի ամբողջ համաստեղություն։ Հայրենիքն էլ արժանապատիվ գնահատել է նրան, պարգևատրելով պետական պատվավոր բազում մրցանակներով եւ պատվոգրերով։
Մասնագիտության նկատմամբ սերն ու աշխատասիրությունը Մկրտիչ Կարապետյանը կարելի է ասել ենթագիտակցաբար փոխանցեց իր միակ զավակին, Գագիկ Կարապետյանին։ Պապի և հոր հետքերով գնաց նաև ավագ որդին, Մկրտիչ Գագիկի Կարապետյանը։ Կրտսեր Մկրտիչ Կարապետյանը, ավարտելով պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, արդեն մի քանի տարի է աշխատում է բնապահպանության ոլորտում։ Շատ ենք ցանկանում հավատալ, որ նա ամենայն պատասխանատվությամբ և արժանապատվությամբ կշարունակի հոր և պապի գործը, հավատարիմ նրանց պատվախնդրությանը։ Կասկածելու առիթ չունենք, որ իր ընտրած այս դժվարին, բայց և անհրաժեշտ ու հետաքրքիր ասպարեզում Մկրտիչը անպայման կլինի Կարապետյան երկրաբաների արժանի հետնորդը։